Գնաճ ինչպես է անդրադարձել բյուջեի վրա ձեր։ Անդրադարձել է երևի մի 30%-ով։ Իսկ ինչպես եք անում, ավելի քիչ եք գնում, թե Ավելի քիչ են գնելու, դեռ չեն գնել ոչ մի բան, ավելի քիչ են գնելու, յոլա կգնանք։ իսկ դրսից գումարներ ստանում եք։ Ոչ, դրսում մարդ չունենք։ Ռուսաստանից ստանում ենք թեթև էլի ձևով։ Մի քիչ էժանացել է, բայց ընդհանուր թանկ է, էլի։ Նայում ես գրպանի չի հերիքում։ Շատ դժվարանում ես, բայց լիարժեք լրիվ չեն կարողանում կատարենք։ Ինչ որ պետք է անհրաժեշտ է գնում, հիմնական են լավ բաները, որ կարողանան գրենք երեխաների համար չեն կարողանում գրել։ Իսկ դրսից գումար ստանում եք։ Չէ, բացարձակապես ոչ։ Գնաճը ձեր բյուջեի վրա ընտանեկան անդրադարձել է։ Իհարկե։ Խանութներում ինչ գներ են, առևտուր արել եք արդեն։ Արել եմ եւ բարձրացել է եւ չի իջել։ Կարող է մի 2-3 ինչ որ իջածլնի, ասենք թե շաքարավազը են էլ սիձիում, բայց մնացած ամեն ինչը 20-30 դրամով մը եթե ոչ ավելին։ Մածունը օրինակ ինչու պետք է, եթե դոլարը իջել է, ինչու պետք է նույն արժեքի վրա մնա, եւ մնացածը ամեն ինչը, եւ ոչինչ չես կարող գնել։ Ստիպված առօրյա աղջիկս եթե բարձանում է, երբեք չի իջնում, դուք շատ լավ գիտեք։ Դրսից գումար ստանում եք։ Դրսից բայց դրանով են գոյատևում աղջիկս, հիմա դուրս է շատ վատ, ինչ են ուղարկում որ իրենք էլ չեն աշխատում, ինչով են ապրում։ Այդ մուրացկաների բաժինով, որ թոշակակոչում։ Տանգ է, մանավանդ մեզի համար, որ հոս աշխատող չենք, բայց ուզենք չուզենք, որով քանի դարի է հալ է, նոր դարի չենք դոներ գոր, հոս եկանք, բայց ստիպված։ Ստիպված վարկ ենք վերցնում նոր տարի անենք։ Վարկով եք նոր տարի նշում։ Այո։ Որքան։ Մոտ 100,000, 120,000-ի չափով։ Կարծում եք ճիշտ է վարկով նշել։ Ոչ, բայց մեր Հայաստանում չենք կարա չանենք։ Կլինի որ դուք մեզ հյուր գաք դատարկ սեղանին նստեք։ Իսկ դրսից գումարներ ստանում եք։ Բոլորովին, չկա գումար։ Ով չունի վարկով անում, պարտադիր, ստիպված։ Ով որ ասում է որ վարկով խի եք անում, կարելի է սենց անել, շատ սխալ են ասում։ Հայաստանում հայը ոնց կարա իր ճոխ սեղանը չունենա։ Առնվազն 30%-ով թանկացում է, առնվազն։ Շատ ապրանքատեսակներ ինքներդ էլ որ մտեք կտեսնեք այդ վիճակը։ Հնարավոր չի։ Իսկ ինչպես եք նշելու դրսից գումարներ ստանում եք։ Դրսից գումարներ չունենք, աղջիկս ուսուցչուհի է, բնականաբար ավելի համեստ ձևով, բայց չնշել էլ ինչպես նախորդը նշեց անհնար է, ով չի նշում։ Սարսափելի են եւ թե ում համար է Աստված գիտի, երևի ունևորների համար։ Ու այս բոլոր շփոթն էլ հենց վերևների օլիգարխներն են սարքել իրենք ավելի հարստանալու համար։ Եվ դոլարը բարձրանում է, դրամը իջնում է, գները բարձրանում է, բայց երբ որ իջնում է, գները չի իջնում, մնում է նույնը, որը ի օգուտ իրանց է։ Իսկ մեր կառավարությունը եթե նախարարություններ գոյություն ունեն, պետք է վերահսկեն այդ աշխատանքը եւ չթողնեն որ գները հենց առանց սանձելու բարձրանան։ Երկիր մեջ անկորձություն կա, միան ասե, եւ ժողովուրդը այս ժողովրդի մեղք է։ Եվ ես գզարմանամ ինչպես այս ժողովուրդը գաբրի։ Իմ ստացած գումարը 23,000, ամբողջ ամիս աշխատում եմ, ես ոնց անեմ նոր տարի, նայեք, ահա, 23։ Ինչպես եք նշել։ Դե չենք նշելու, ինչ անենք։